մահացած կենսաթոշակառուներին վճարվել է դեպոնենտային գումար։ Օրինակ, 2005 թվականի օգոստոսին մահացած կենսաթոշակառու Ռոզա Մելքոնյանը 2009 թվականի հուլիսին դիմում է գրել եւ ստացել 1,24,404 դրամի չափով դեպոնենտային գումար։ Հիմա խնդրում եմ ցույց տալ։ Խնդրեմ, սա Ռոզա Հովակիմի Մելքոնյանի մահվան վկայականն է։ Մահվան վկայականը թվագրված է 2005 թվական, այն ինչի մասին ես ձեզ տեղեկացրեցի, հիմա անցեմ մյուս պատկերին։ Սա վերահսկիչ պալատի իմիջիալոց ինչ գործեր, որ մենք նայել ենք, տրանկային կարգով նայել ստուգայցել են կատարել բնակարաններ։ Սա հայտարարությունն է քաղաքացու, որտեղ գրվում է, ես իսկույն Իրանտի Մարտիրոսյանս, բնակվող Բաղրամյան, ես ինչ ասում, հայտնում եմ, որ ինձ կեսօր Ռոզա Հովակիմի Մելքոնյանը մահացել է 2005 թվականի օգոստոսի 14-ին եւ նշված ամսաթվից առաջ կենսաթոշակ չեն ստացել։ Ներկայացնում եմ դրա մահվան վկայականը։ Հիմա խնդրում եմ ցույց տվեք մյուսը։ Սա մենք վերցրել ենք տվյալ ծառայության վճարման ցուցակից մի պատկեր, որտեղ տեսնում եք Ռոզա Մելքոնյան առաջի համարը 1,24,404 կողքը սիրուն ստորագրությունը դրված է, չգիտեմ ու, բայց վերևը նայեք 2009 թվական հուլիսի 2 վճարման օրը, դեպոնեն գումար 0207-2009 թիվ։ Մահվանից հետո կենսաթոշակառուի անվամբ պարբերաբար վճարվել է ամենամսյա թոշակ։ Այսինքն, երբ որ կենսաթոշակառուն մահանում է, նրան այլևս պիտի դադարեցնեն եւ ցուցակներից անեն։ Սակայն կենսաթոշակառու Ադելիա Հակոբյանը, որը մահացել է 2005 թվականի սեպտեմբերի 2-ին, մինչև մեր ստուգման պահը վճարվում էր եւ ստանում էր կենսաթոշակ։ Մահվանից հետո վճարված գումարը կազմել է 1,100,000 դրամ։ Դեպոնենտի տեսքով կատարող վճարումների մասը 2008, 2009 եւ 2010 թվականների 8 ամիսների կտրվածքով դեպոնենտ ստացող կենսաթոշակառուների թիվը Հայաստանի Հանրապետությունում կազմել է 14,287 հոգի։ Որպեսզի հասկանաք, սա ինչ է նշանակում, սա հետեւյալն է, թե թոշակառուն Հայաստանի Հանրապետությունում չի, բացակայում է, եթե հայտնվում է տվյալ թոշակառուն, վերջի 3 տարվա գումարն է ստանում։ Վերահսկիչ պալատի կողմից ընտրանքային կարգով ստուգվել է դրանցից 1656-ը գործ։ Հայտնաբերվել է տարբեր բնույթի 1157 խախտում։ Սրանք բոլորը իմիջիալոց ֆինանսական կողմին չեն վերաբերվում։ Միտեղ կա կարող անձնագրից տվյալն սխալ, մյուս տեղը կա սոցկարտի տվյալը եւ այլ եւ այլ։ Ղևոնդ Տոնոյանին 2009 թվականի դեկտեմբերին վճարվել է 978,000 դրամ դեպոնենտի գումար, որից հետո գործը կրկին մնացել է դեպոնենտի ցուցակում, վերահսկիչ պալատի աշխատակցի տնային ստուգայցով պարզվել է, որ թոշակառուն 15 տարի առաջ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ մշտական բնակության եւ դրանից հետո Հայաստանում չի եղել ընդհանրապես։ Պատվո վճար նշանակվում է հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Լենինգրադի բլոկադայի մասնակիցներին եւ համակենտրոնացման ճամբարների անչափահաս գերիներին։ Ամսական գումարի չափը կազմում է 20,000 դրամ։ 2008, 2009 եւ 2010 թվականների 8 ամիսների կտրվածքով Հայաստանի Հանրապետությունում պատվովճար ստացող վետերանների թիվը կազմել է 12,100 մարդ։ Վերահսկիչ պալատի կողմից 12,100 գործից ընտրանքային կարգով ստուգվել է 85-ը։ Հայտնաբերվել են տարբեր բնույթի 11 խախտումներ։ 1959 թվականին ծնված Արթուր Գյուրջինյանը համարվել է հայրենական մեծ պատերազմի մասնակից եւ 2007 թվականի նոյեմբերից մինչև ստուգման պահը ստացել է պատվովճար։ Հաջորդը պատվովճար վճարվել է մահացած վետերաններին։ Օրինակ, Արկադի Սարգսյանը
մահացել է 2007 թվականի փետրվարին, սակայն պատվավճարի վճարումը շարունակվել է մինչև 2010 թվականի հունիս ամիսը։ Մենք ունենք ինֆորմացիա, որ շատ ինտենսիվ գումարները հետ են հավաքում եւ վճարվում պետական բյուջե։ Իհարկե չեմ կարծում մահացած կենսաթոշակառուներից են հավաքում։